Սկսած 1989 թվականից Գայանե Կարապետյանի ընտանիքը բնակվում է Վանաձոր քաղաքում գտնվող Լենինգրադյան տնակային ավանում։ Բնակվում են 7 անձով, բնակարան երբևէ չեն ունեցել։ Մինչև 1988 թվականի աղետալի երկրաշարժը բնակվել են վարձակալական հիմունքներով։ Երկրաշարժից հետո կառավարությունը տնակ է տրամադրել։ Տնակը տրվել է 4 տարի ժամկետով, սակայն մինչ օրս բնակվում են կառավարության կողմից տրամադրված 2 սենյականոց տնակում։ Մենք բնական չենք ունեցել, եղել ենք վարձով պայմաններից դուրս ենք եկել, մեր այդ ժամանակ որ Չարաբաստիկ երկրաշարժը եղավ, մեզ ապահովել են, ասենք, դրանով, հետո 24-րդ դպրոցում տեղ են տվել, հետո երեխին առաջ երկրորդ կարգի արևազգաստին ինձ ապահովել են տնակով։ 94 թվին իմ տնակը այրվել է, ամբողջ մեջ եղած գույքը։ Դրանից հետո քաղաքսովետը նորից ինձ ապահովել է նորից տնակով։ Տվել է 4 տարի ժամանակով, 6-4 տարի եմ անցկացրել։ 2 սերունդ ենք մենք ապրել այս պայմանը։ Գայանեն ունի 3 որդի, 2-ը այս տնակից են զորակոչվել հայկական բանակ։ Շուտով նաև փոքր որդին կմեկնի պարտքը տալու հայրենիքին, սակայն ինչպես նշում է մայրը, որդու առողջական վիճակը բավարար չէ ծառայության մեկնելու համար։ Այս պահի դրությամբ ինքը հիվանդ է։ Ես չգիտեմ այս պահին մեր երեխուն կուղարկին ծառայության թե չէ։ Հոդացավ ունի, ռհմատիզմ ունի, վիրահատվածավոտը։ Շատ դռներ են թակել, սակայն անպատասխան։ Շատ տեղեր ենք դիմել, մերժում ենք ստացել, ձեզ չի հասնում, էդ է պատճառաբանը, որ դուք եղել եք վարձակալ, մենք մեղավոր չենք, մենք քաղաքը չենք լքել, ոչ միտեղ չենք գնացել, այս պայմանները մենք ապրում ենք։ Նունե Մելիքսեթյանն էլ այս ընտանիքի հարցն է։ Նա էլ հայրական տանը 22 տարի ապրել է տնակային պայմաններում, ամուսնացել է, սակայն նույն կարգավիճակում է տնակային պայմաններ։ Այժմ էլ ունի առողջական խնդիրներ։ 22 տարի ես եմ ապրել Թոմիկում, տնակում ամուսնացել եմ, խնդրում եմ էլի մենակ երեխեն այս խոնավ պայմաններում չմեծան, ես մեծացել եմ անառողջ։ Տնակում արդեն թոռնիկ կա, նրանց բոլորի երազանքը բնակարան ունենալն է։ Տաթևիկ Ղազարյան, Տիգրան Ղազարյան, Միք հեռուստաընկերություն։